Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիներին անդրադառնալով Փաշինյանը գրում է, թե Բաքուն մերժում է այդ ուղիների բացման Երևանի առաջարկները։ Մեջբերում անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից։ Հույս ունեմ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար։ Բայց եւս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովում, այդ թվում միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի։ Նման բան չի եղել, չկա պարզապես։ Ընդհակառակը Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը եւ պատրաստ ենք անել։ Դեռևս 2022 թվականին կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային 3 կետ բացելու մասին որոշման նախագիծը, հիշեցնում է Փաշինյանը։ Դա Ադրբեջանի բեռնատար եւ մարդատար մեքենաներին մեր տարածք մուտք գործելու եւ ասենք դեպի Նախիջևան եւ Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է։ Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով։ Կարող է մոտ օրերս շատ հետաքրքիր զարգացումներ լինեն այս թեմայի շուրջ, այս ակնարկը ազգային ժողովի նախագահն է անում ու նախընտրում շատ մանրամասներ չհայտնել։ Ինչ վերաբերում է էսկալացիայի վտանգին, չի բացառում էսկալացիայի հավանականությունը, ասում է պարզապես առիթներ չկան։ Միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ եւ պատճառ չլինի։ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ասել ենք, որևիցե տարածքային պահանջ չունի եւ իր հանձնարարած պարտավորությունների եւ համաձայնագրերի շատ ուժեղ հետևում է։ Ընդդիմությունն էլ իր հերթին էսկալացիան չի բացառում, ասում են Ադրբեջանում չեն շտապում Հայաստանի հետ համաձայնություն ստորագրել, գուցե հնարավորություն ունենան հարցերն այլ կերպ լուծել, առանց հավելյալ պարտավորությունների։ Ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանն ասում է, հավելում, թե Թուրքիայի ամբիցիաները Սյունիքի հարցում աճել են։ Այս անխափան անվտանգ ուղիղ կապը, կրկնում եմ, ոչ թե միջանցքի ճանապարհ, այլ ուղիղ կապը դառնում է կենսական անհրաժեշտություն, ընդ որում դրա մասին չեմ էլ թաքցնում, եւ այս տեսանկյունից իհարկե մեր համար բավականին ռիսկային ժամանակահատված է։ Ինչու է Բաքուն մերժում Երևանի առաջարկները, իսկ պաշտոնական Երևանն իր հերթին բացեիբաց արդեն խոսում ադրբեջանական հնարավոր սադրանքի մասին։ 12 անգամ խաղաղության համաձայնագիրը գնաց ու եկավ, դրան զուգահեռ բանակցությունները ընթացան կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ Հիմա հանրային խոսքից կարելի է ենթադրել, սա էլ տեղից չի շարժվում։ Սյունիքից խնածախի ղեկավարը պատմում է, որ կրակոց չի եղել, Ադրբեջանն է հերթական սուտը մոգոնել, թե հայկական կողմը իբր այդ ուղղությամբ հրաձգային զենքով թիրախավորել է ադրբեջանական դիրքերը։ Խնածախ համայնքի ղեկավարը պնդում է, տևական ժամանակ է դիրքերում է եղել, կրակոց չի լսել։ Լրատվականներից ես տեղեկացա, որ Ադրբեջանն ասում է կրակոցներ եղել է։ Ես անձամբ դիրքերում եմ եղել մինչև 11-12-ի հատվածը գիշերվա, ընդհանրապես կրակոցներ չեն եղել։ Տեղ գյուղի վարչական սահմանից միջև Սև լճի սահմանը ինչքան որ մեր մոտի դիտարկում է, այդքան հատվածում ընդհանրապես չի եղել։ Որ Բաքուն ամեն վայրկյան պատրաստ է էսկալացիայի, ագրեսիայի գնալու Հայաստանի քաղաքական փորձագիտական շրջանակում լավ գիտեն։ Պաշտոնական Երևանը բացեիբաց խոսեց հնարավոր սադրանքի մասին։ Բաքուն դարձյալ գործի է գցել ստի մեքենան։ Հայաստանի ռազմական գերատեսչությունն էլ հերքեց ադրբեջանական այս հայտարարությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին ժամը 22:05-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանն ամենևին չի շտապում խաղաղության փաստաթուղթ ստորագրել։ Ադրբեջանը սադրում է, ստում, տրամադրություններ է ստուգում, ասում է մասնագետը։ Հիշեցնում է, հայկական կողմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, բայց Ադրբեջանը մինչև հիմա չի արձագանքել։ Ադրբեջանական կողմը այս հարափոփող աշխարհում, որտեղ շատ դժվար է հասկանալ, թե ով բարեկամն է եւ ով թշնամին, փորձելու է գնալ որոշակի ռազմական գործողությունների, ինչ դա Ադրբեջանը միշտ սկսում է առաջին տեղեկատվական արշավ եւ ըստ այդմ արձագանքներով արդեն հասկանում է հետագա գործողությունները։ Եթե տեսնում է այդ արշավը ոչ մեկ չի նկատում կամ որևէ տարբեր խաղացողների, այդ թվում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից անարձագանք են մնում, ապա իր
իրենք արդեն ասում են ավելի լոկալ գործողությունների ու ստուգում այդ արձագանքը։ Միշտ գործողությունների գնալուց առաջ գետնի վրա Ադրբեջանը ստուգում է արձագանքներ։ Մասնագետը ֆիքսել է կարճ ժամանակամիջոցում այս տարեսկզբից սկսած Բաքուն բազմաթիվ զորավարժություններ է կազմակերպել, իսկ զորավարժությունները խաղ ու պար չեն, ասում է դրանք ծախսատար են եւ նպատակային, հիշեցնում է, հենց իրենց մեջլիսականն էր այդ մասին վկայում։ Հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում բաց աղբյուրներով տեղեկություն կա, որ դրանցից երկուսը տեղի են ունեցել, մեկը Թուրքիայի հետ համատեղ, մյուսը տեղի ունեցել Պակիստանում եւ երկուսը վերջին, որոնք տեղի ունեցել փետրվար ամսի վերջին, տեղի են ունեցել ծովային հետևակի մասնակցությամբ, բայց այնտեղ հստակ նշված է, որ նպատակը լեռնային փոքրինչ պարտ ռելիեֆի պայմաններում գործողությունների իրականացումն է, որը կարծում եմ պետք է իրապես մտահոգիչ լինի մեզ համար։ Զորավարժությունները երբեք ու հենց այնպես չեն կազմակերպվում։ Դրանք ծախսատար են, ռեալ տեխնիկա է կիրառվում։ Կազմակերպվում են միայն այն դեպքում, երբ պետությունը ռազմական գործողությունների գնալու սցենար ունի։ Ինչու է Բաքուն մերժում Երևանի առաջարկները, իսկ պաշտոնական Երևանն իր հերթին բացեիբաց արդեն խոսում է ադրբեջանական հնարավոր սադրանքի մասին։ 12 անգամ խաղաղության պայմանագիրը գնաց ու եկավ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունից ասում են, միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությամբ, նաև մասնակցելով քննարկումների, անում են հնարավոր է, որ Բաքվից այգերիները վերադառնան Հայաստան։ Մենք ընդդիմությունը այդ մասով այն բոլոր լծակները, որոնք ունի, կիրառում է միջազգային կապեր, այդ թվում նաև ակցիաներ, կազմակերպված գործողությունների արդյունքում, երբ որ միջազգային հյուրեր ենք Հայաստանում ունենում, ոչ միայն իրենց հետ հանդիպման ժամանակ ենք դրա մասին խոսում, այլ նաև փողոցում ակցիա է դրա հետ կապված տեղի ունենում, ավելի շատ լսելիություն ապահովելու համար։ Ինչ է անում իշխանությունը հայգերիներին Հայաստան բերելու համար, լրագրողները հարց ուղղեցին նաև իշխանական падգամավորներին։ Անում է թե տեսանելի քայլեր, որոնք թվեց 3 արտգործնախարարը ըստ էության, եւ արվում են բազմաթիվ քայլեր, որոնք իրապես տեսանելի չեն, եւ ես կարծում եմ, որ նաեւ Ադրբեջանի կողմից այդ դատավարությունների նման հրապարակայնացումը մեր զգացմունքների վրա փորձել աշխատելը նաեւ այս նպատակն է հետապնդում, որ մեր այս հանրային քաղաքական եւ նաեւ լրատվական դաշտում դա անդադար այս ներքին ուրեմն խմորումներ առաջացնող թեմա դառնա։ ԿՊԱ-ական падգամավորները ունեն տեղեկություններ, թե որն էր Միեդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատվելու պատճառը։ Այն կապ ունի միջազգային դատարաններից ընդդեմ Բաքվի Հայաստանի հայցերի հետ կանչի հետ արդյոք։ Ես նման կապ չեմ տեսնում, սեփական դիմումի համաձայն է պարոն Կիրակոսյանը աշխատանքից ազատվել եւ սա ամիսների քննարկումների արդյունքում է տեղի ունեցել։ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տարբերակը։ Ըստ падգամավոր Խանդանյանի երկու հոդվածների վերաբերյալ դեռ կա դիրքորոշումների տարբերություն։ Առաջարկները, որոնք Հայաստանն ուղարկել էր Ադրբեջանին, ամբողջությամբ կամ մասնակի համաձայնություն չեն ստացել։ Տեքստի մասին մեկնաբանություններ անել չեմ կարող։ Այդ առաջարկները, նոր առաջարկները հիմա քննարկվում են եւ հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանը կփորձի արդեն սեփական առաջարկով հանդես գալ եւ պատասխանել Ադրբեջանին։ Եվ լրագրողներին հետաքրքրում էր ազգային ժողովի երկու ընդդիմադիր ուժերի միջև կա արդյոք լարվածություն։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչն ասաց, թե ոչ մի խզվածություն չկա երկու ուժերի միջև։ Իշխանական падգամավորներն էլ հայտնեցին, թե ցանկություն չունեն միջամտել երկու ընդդիմադիր թիմերի փոխհրաձգությանը։ ԿՊԱ-ական երկու падգամավորներին նաեւ այս հարցը ուղեցին. ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության։ ԿՊԱ-ական падգամավորները պատասխանում են Հայաստանի ժողովրդի ճնշման ներքո Հայաստանի ազգային ժողովի հանրապետական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցության եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ընտրել են Նիկոլ Փաշինյանին։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Լոնդոնում եվրոպացի առաջնորդների հանդիպման մեկնարկից առաջ ասել է, որ Եվրոպան արթնացել է եւ կամաց գիտակցում է այդ պարադոքսը, որ 500 միլիոն եվրոպացիները 300 միլիոն ամերիկացիներին խնդրում են պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից։ Եվրոպան արթնացել է, Եվրոպան հասկանում է իր գլոբալ պոտենցիալը, Եվրոպան ուժ է, որն այլ ընտրանք չի լինի ԱՄՆ-ի համար, ասել է Տուսկը։ Նա կտրականապես մերժել է Եվրոպային որոշ առաջնորդների պնդումներն առայն, որ Եվրոպան ոչ մի շանս չունի եւ որ Ռուսաստանը նրան գերազանցում է։
Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրինագիծը։ Այն ներկայացնում է նախաձեռնության մասնակիցներից մեկը, Հանրապետություն կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը։ Հիշեցնենք, Եվրաքվեի նախաձեռնող խումբը շուրջ 60,000 ստորագրություն է հավաքել Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու համար։ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որը ազգային ժողովում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ Գերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մեծ արագությամբ փոխվել է ամբոխի մեջ, ըստ նախնական տեղեկության կազդող գրում է Բիլդը։ Դեպքը տեղի ունեցել առևտրի կենտրոնի մոտ գտնվող հետիոտնային հատվածում։ Մի քանի մարդ ծանր վիրավորվել է, դեպքի հանգամանքները դեռ անհայտ են։ Ըստ Բիլդի մեքենայի վարորդն արդեն ձերբակալվել է, սակայն նրա քայլի շարժառիթները դեռ չեն բացահայտվել։ Իրավապահ մարմինները դեռ չեն պարզաբանել դժբախտ պատահար է թե դիտավորյալ հարձակում։ Բախումներ են տեղի ունեցել Սերբիայի խորհրդարանում ընդդիմադիր падգամավորները իշխանությունների հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայությունն ու գործունեությունը կենսական դերակատարություն ունի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունների կանխման տեսանկյունից։ Armenpress-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Իսպանիայի խորհրդարանի падգամավոր Ջոն Ինյարտուն, գնահատելով Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը եւս 2 տարով երկարաձգելու մասին Եվրոպական խորհրդի որոշումը։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների ներկայիս օկուպացիան Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայությունը կենսական նշանակություն ունի սահմանազատման գործընթացում հետագա էսկալացիան կանխելու համար, ասել է падգամավորը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև Մինսկում հանդիպման հնարավորությունը դեռ չի քննարկվել, սակայն Մոսկվայի համար Բելարուսի մայրաքաղաքը կլինի բանակցությունների լավագույն վայրը։ Այս դիրքորոշումը լրագրողներին հայտնել է Դմիտրի Պեսկովը։ Այդ հարցը ոչ մի կերպ չի բարձրաձայնվել եւ չի քննարկվել, բայց իհարկե Մինսկը մեր գլխավոր դաշնակիցն է, հետեւաբար դա մեզ համար լավագույն տեղն է բանակցելու համար, ասել է Պեսկովը։ ԱՄՆ նախագահ Թրամփը կոնգրեսում հանդես է եկել ուղերձով, նա հայտարարել է, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկուց, որում նա հայտարարում է խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին։ Այսօր ես կարևոր նամակ ստացա Ուկրաինայի նախագահից։ Նամակում ասվում է, Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի մոտեցնի կայուն խաղաղությունը։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները, ասել է Թրամփը։ Նրա խոսքով Զելենսկին նաև հայտարարել է ցանկացած հարմար պահի հանքային ռեսուրսների մասին համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Թրամփն ասել է. «Շնորհակալ եմ նամակի համար», հավելելով. «Միաժամանակ մենք լուրջ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ եւ ստացել հզոր ազդանշաններ, որ նրանք պատրաստ են խաղաղության»։ Դոնալդ, չնայած շատ խելացի տղա ես, բայց սա շատ հիմար բան է, ասել է Թրյուդոն, անդրադառնալով Կանադայի դեմ Ամերիկայի սահմանած 25% մաքսատուրքերին։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր ամենամոտ դաշնակիցն ու բարեկամն է, առևտրային պատերազմ է հայտարարել Կանադային։ Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով դիմագրավենք, ասել է վարչապետը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նրա հստակ տեսլականի եւ խաղաղության հասնելու ջանքերի մասին։ Ուկրաինայի նախագահը համապատասխան ուղերձ է հրապարակել մարտի 6-ին X սոցցանցում։ Խաղաղությունը պետք է լինի իրական եւ ոչ միայն բառերով, այն չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրաինայի փլուզում, այն պետք է լինի արդար եւ հուսալի, գրել է նախագահը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային։ Ամերիկյան Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է միլիարդատեր Ֆրենկ Մաքքորթնի չինական ByteDance ընկերության TikTok սոցկայքի ամերիկյան մասնաճյուղը TikTok US-ը ձեռք բերելու մասին։ Այժմ ես պաշտոնապես մեկն եմ այն մարդկանցից, որոնք փորձում են գնել TikTok US-ը, հայտնել է Օհանյանը X-ում արված գրառման մեջ։ Երբ X-ի օգտատերերից մեկը հարցրել է, թե ինչպես կանվանի TikTok US-ը, եթե գնի այն, Օհանյանը պատասխանել է TikTok Freedom Edition։ Մարտի 4-ին Պեկինում Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Լիուբինի գլխավորությամբ։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը մեկ Չինաստան սկզբունքին։ Կողմերը կարևորել
ստեղծվել են խաղաղության, խաչմերուկ եւ մեկ գոտի, մեկ ճանապարհ նախագծերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։ Կառավարությունը նախատեսում է կարգավորել կրիպտոարժույթի ոլորտը, սակայն միևնույն ժամանակ խոստովանում, որ չի կարողանալու ամբողջությամբ կարգավորել այն։ Ոլորտի մասնագետների ձևակերպմամբ իրենք բազմաթիվ անգամ դիմել են երկրի տնտեսական ոլորտը կարգավորող մարմիններին, ներկայացրել առաջարկներ, սակայն դրանց ականջալուր չեն եղել։ Տասնյակ առաջարկներ են ներկայացվել կառավարությանը այս առաջարկվող օրինագծի մեջ փոփոխություններ կատարելու մասին, բայց այդ բոլոր առաջարկները պարզապես մերժվել են եւ անտեսվել են Կենտրոնական բանկի կողմից։ Կենտրոնական բանկը պարզապես որոշել է, որ ամենախիստ եւ ծանր կարգավորումն է բերելու եւ դրա արդյունքում ընկերությունները տեղական պարզապես փակվելու են։ Էդուարդ Ավետիսյանը զրույցում հայտնեց, որ Հայաստանում այսօր կան ընկերություններ, որոնք բիզնես գործունեություն են ծավալում, գրանցված են եւ զբաղվում են կրիպտոարժույթի առքուվաճառքով։ Ոլորտի մասնագետի դիտարկմամբ կառավարության այս որոշումը կխոչընդոտի միջազգային ընկերությունները չեն գա Հայաստան գործունեություն ծավալելու։ Պահանջվելու է Կենտրոնական բանկի կողմից ներդրումային կապիտալ, որը այս պայմանությամբ օրենքով էլ չի ստակեցվում, որքան է լինելու է դա օրինակ $10,000, թե լինելու է $10 միլիոն։ Բանկային համակարգը եւ Կենտրոնական բանկը պարզապես պաշտպանում են իրենց բանկերի շահերը եւ չեն ուզում թույլ տալ, որպեսզի այլընտրանքային ֆինանսական գործիքներ եւ մեխանիզմներ ստեղծվեն, չնայած նրան, որ ոլորտի ակտիվների շրջանառության ընդամենը 0.25%-ն է միջազգային ընկերությունների ցուցանիշներով անօրինական գումարներ իրենց ներկայացնում։ Ավետիսյանը այո համաձայն է, որ ոլորտում դեռ կարգավորումներ չկան, որպեսզի հարկային մուտքերն ամբողջական ապահովեն։ Նրա ձևակերպմամբ կրիպտոարժույթի առքու վաճառքով զբաղվող գրանցված ընկերությունները հարկեր վճարում են, սակայն ոլորտում բիզնես գործունեությամբ զբաղվողներից ոչ բոլորն են, որ տեղյակ են, թե իրենք ինչ հարկեր պետք է վճարեն։ Հարկեր վճարում ենք, բայց շատ ընկերություններ կան, որոնք որ հարկեր չեն վճարում, որովհետև հարկայինը նույնպես, երբ որ իրանց հարցնում ես ոնց հաշվենք մեր հարկը, հարկայինը չի կարողանում դրա պատասխան տալ։ Մասնագետները պնդում են Հայաստանում կրիպտո ոլորտը կարգավորելու համար օրենքի հեղինակները ներմուծել են եվրոպական փորձը, ինչը այդքան էլ հաջողված չէ։ Ազգային ժողովը 64 կողմ 2 դեմ 19 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է Ազգային ժողովի ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրինագիծը։ Նախագծով խաղային ոլորտն այսուհետ կհարկվի 10% շահութահարկով։ Քննարկումների ժամանակ Սարգսյանը նշել է, եթե 2010 թվականի շրջանառության ծավալները կազմում էին $35 միլիոն, իսկ հարկերի հարաբերակցությունը $2.6 միլիոն, այսինքն 7.2%, ապա 2023-ի գործունեությունն աճել է ավելի քան 440 անգամ։ 2023 թվականի ծավալները կազմել են $15.8 միլիարդ, իսկ հավաքագրվող հարկերը $67 միլիոն, կամ ծավալի 0.4%։ Վարդան Ղուկասյանին Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել է։ Նրա նկատմամբ իրականացվում է տոտալ քաղաքական հետապնդում, քանի որ նրա նկատմամբ 2025 թվականի փետրվարից արդեն իսկ իրականացվում է քրեական հեռակավարույթ։ Այս մասին գրել է Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացին ուղղված աշխատանքները շարունակվում են ըստ պլանավորածի, հանրապետության ամբողջ տարածքում արդեն պատվաստվել է 1900 երեխա։ Պատվաստումները մեկնարկել են 2025-ի հունվարի 31-ից։ Պատվաստման ենթակա են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված եւ 12 ամսականը լրացած երեխաները։ Նախատեսվում է, որ 2027 թվականից այս երեխաները կստանան իրենց երկրորդ դեղաչափը։ Երկու դեղաչափը բավարար է կյանքի ընթացքում ջրծաղիկ հիվանդությունից պաշտպանված լինելու համար։ Միջին մասնագիտական կրթական հաստատություններում աշխատանքի պրակտիկայի վրա հիմնված կրթության ծրագիրն ու հնարավորություններն ընդլայնվում են։ Միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ փորձնական ծրագիր են իրականացրել։ Սա հնարավորություն է հետո ավելի հեշտ գործ գտնելու։ Ուսանողների մեծ մասը, ովքեր որ կոնկրետ գործատուի մոտ անցել են դուալ ուսուցումը կամ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, հենց նույն գործատուի մոտ անցել են աշխատանքի, 50%-ից բարձր են զբաղվածության ցուցանիշները այս ուսուցման
արդյունքում եւ ունենք բավականին մեծ թիվ, ովքեր կրթությունը շարունակել են նաեւ բարձրագույն կրթական հաստատություններում։ Աշխատանքի վրա հիմնված կրթության ծրագիրն իրականացրել են մի շարք ուղղություններով՝ գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, խոհարարության, գյուղատնտեսության։ Այժմ նախատեսվում է այս մոդելը կիրառել բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով, ընդլայնելով մասնագիտությունների ցանկը, ներգրավելով ավելի շատ գործատուներ։ Այս տարի կկենտրոնանան թեթև արդյունաբերության վրա։ Կարեարտադրության ոլորտի մասնագետների բավականին մեծ պահանջարկ կա այսօր մեր տնտեսությունում եւ գործատուների շրջանակում։ Մենք հիմա բանակցում ենք եւ աշխատանքներ ենք տանում այդ ծրագիրը այդ մասնագիտությամբ ներդնելու եւս։ Կրթության կազմակերպմանը սա շատ է օգնում, նկատում են նախարարությունից։ Գործատուն հենց սկզբից աշխատում է ուսանողների հետ, նպաստում է հմտությունների, կարողությունների զարգացմանը։ Արդյունքում գործատուները հետագայում ունենում են պոտենցիալ աշխատողներ։ Իսկ ահա կրթության փորձագետը հակառակն է պնդում։ Միջին մասնագիտական կրթություն ստացածները աշխատաշուկայում մրցունակ չեն։ Միջին մասնագիտական կրթություն ստացած մասնագետներին դրսևորվելու տեսակետից աշխատաշուկայում շատ դժվար է, որովհետև գրեթե բոլոր ոլորտներում մասնավորել պետական սեկտորում պահանջում են բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ։ Ասեմ ավելին, հանրակրթական ուսումնական հաստատություններից միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներին ընդհանրապես ազատեցին աշխատանքից։ Իսկ թե ինչու են երեխաները նախընտրում բարձրագույն կրթությունը փոխարինել միջին մասնագիտականով, փորձագետը պայմանավորում է 12-ամյա կրթության տևական լինելու հանգամանքով։ Ծնողները մտածում են, որ եթե 10-12 դասարան պետք է երեխան հաճախի դպրոց, այդ ընթացքում միջին մասնագիտական կրթություն կստանա, դրանից հետո էլ ավելի շահեկան վիճակում կհայտնվի, քան իր հասակակիցները բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու դեպքում կնստեն միանգամից երկրորդ կուրս։ Թե ոլորտն ըստ մասնագետի դեռ ամբողջությամբ կայացած չէ, այդուհանդերձ որոշակի արտոնություններով պայմանավորված դիտորդների աճ է նկատվում եւ ուշագրավ է, որ այս կրթությամբ այսօր առավելապես աղջիկներն են հետաքրքրված։ Այգավան գյուղի այս գազալցակայանում է մարտի 4-ին պայթյուն տեղի ունեցել։ Դրանից հետո հրդեհ է սկսվել։ Հրշեջների 4 մարտական հաշվարկ է ժամանել ու մարել կրակը։ Տեղում էին նաև ոստիկանության պարեկային ծառայության Արարատի Մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Պայթյունը այնքան ուժգին է եղել, որ ներսում նաև փլուզել է մի քանի պատեր, գազի արտահոսք է սկսվել։ Երկու տուժած կա, նրանք Արարատի մարզի բնակիչներ են 39-ամյա Գեղամ Իսրայելյանն ու 41-ամյա Հարութ Փայտյանը։ Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորները սկզբում բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն, հետո շտապօգնության մեքենաներով Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայթյուն փլուզման հետևանքով 3 մեքենա է վնասվել Toyota RAV4, Infiniti-ն, Lada Priora-ն, նաև բենզալցականի հարևանությամբ գտնվող շինության առաջին եւ երկրորդ հարկերը։ Ժամանել են նաև ներքին գործը նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության վեդի բաժնի պետ Ֆիլիպ Ստեփանյանն։ Նախաձեռնվել է քրեական բարույթ։ Ամեն լցվելուց կեսով լցվում է համարյա։ Պատը ինչքան է թաց, այդքան լցվում է։ Տարիներ շարունակ Մայրաքաղաքի եղբայրության փողոցի 3-րդ շենքի նկուղները չեն չորանում։ Պատճառը չդադարող կոյաջրերն են, որոնք դիտահորերի լցվելուց հետո հոսում են դեպի նկուղներ։ Ամիսը 3 անգամ այդ չափով լցվում է, ու մենք պլիտաներով բանով, ասենց վեդրո թափելով չորացնում են։ Ու ասված գիսը ինչ ջուր է, կոյուղաջուր։ Ազատ ներողություն ում զիբիլնա մեջը լցված։ Խոնավությանը զուգընթաց նաև առաջին հարկի բնակարաններում գարշահոտը չի պակասում, տանը նստել չեն կարողանում։ Հորերը, հոգերը բարձրանում է, լցվում է վիճակի մեջ։ Այս տարիների ընթացքում բնակիչները փորձել են պայքարել, հաջողության չեն հասել ոչ քաղաքապետարանը, ոչ Շենգավիթի թաղապետարանը եւ ոչ էլ վիոլաջուրը, որևէ քայլ չեն ձեռնարկել։ Թաղապետանն ասում որ դա վիոլաջրի հարցն է, վիոլաջրին հետ դիմումներ կայացել են, որ շենքի բնակիչների անփութության պատճառով դառնում։
մենք ոչինչ չենք կարողանում։ Քաղաքացիներն ասում են յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ իրենք սեփական միջոցներով հեռացնում են նկուղներում կուտակված գոյաջրերը, հետո նորից վիճակը նույնն է։ Հուսահատ են, ասում են ամռանն ամեն ինչ ավելի է վատանալու։ Դիմում են պատասխանատուներին քայլեր ձեռնարկելու համար։